Ռուսաստանի տարածքից Pan-Armenian TV-ի բոլոր նախագծերը ավելի հեշտ եւ արագ կարող եք դիտել Վկանտակտեում։ Pan-Armenian TV-ի պաշտոնական էջում։ Մենք արդեն Վկանտակտեում ենք։ Ռուսաստանի տարածքից մեզ կարող եք դիտել Pan-Armenian TV-ի պաշտոնական էջում։ Բաչ թողնեք։ Հաստորեն ճիշտ էի գտել հասցեդ։ Հիմա ստեղ կանգնած ենք խոսալու։ Սարա, դու պատրաստվի, ես գնամ Տոմսերի հետևից։ Չգիտեմ, կգամ մի կտոր հաց կուտենք, մի քիչ կշփվենք, մինչև ներկայացումը կսկսվի։ Գոր, ես արդեն գնում եմ տուն, շուտ պատրաստվելու։ Խոստանում եմ քեզ երկար չեմ սպասեցնի։ Առանձնապես չես փոխվել, գիտես, որ գալիս էի ենքան բարկացած էի, ենքան բան կար քեզ ասելու Գոր, մտածում էի կգամ, կասեմ ու հոգիս մի քիչ կթեթևանա, ինձ թվում էր ատում եմ քեզ, մտածում էի կտեսնեմ ու միակ ցանկությունս քեզ սպանելը կլինի, բայց հիմա ոնց որ 5 տարի անցած չլինի, ոնց որ ընդամենը քեզ մի քանի օր տեսած չլինեմ ու… Եթե եկել ես օրետ ասես, ուրեմն գալդ իմաստ չունի։ Ես շատ ուրախ եմ քո համար, ուրախ եմ, որ օրենքի հետ հարցերդ լուծել ես։ Ու ոնց այն ժամանակ էի ասում, հիմա էլ եմ ասում, ինչով կարող եմ ես կօգնեմ քեզ, բայց այդքանով մենք կսահմանափակվենք։ Բարի ճանապարհ։ Ես այսքան ճանապարհ չեմ կտրել անցել, որ հիմա դու ինձ ասես բարի ճանապարհ։ Գոր, ես չեմ եկել, որ մնամ։ Ես այնքան բարկացած էի, ինձ թվում էր ատում եմ քեզ։ Բայց մի րոպեում զայրույթս հոդս ա ցնդում, երբ դու իմ դիմաց ես հայտնվում, Գոր։ Ինչի։ Ինչ ես հիմա քեզ նենց պահում, իբր դու զոհ ես, հա։ Մեր հարաբերությունները վաղուց ավարտված են ու ես չեմ պատրաստվում ավարտված բաների մասին խոսամ։ Ուզես թե չէ, պարտավոր ես քննարկել ու լսել ինձ, Գոր։ Մի անգամ չլսեցիր ու տեսար դրա հետևանքները։ Ես հիմա եկել եմ ու դու ինձ պարտավոր ես լսես։ Իմանաս, որ ամեն ինչ չի, որ համապատասխանում է քո տեսածին։ Ես կարայի չգայի, Գոր։ Կարայի թքած ունենայի ամեն ինչի վրա։ Բայց իմ կորցածը չափից ավելի մեծ է, որ ես հիմա հետ գնամ։ Գոր, ես 5 տարի եմ կորցրել, հասկանում ես։ Ես 5 տարի անգույն պատերի մեջ եմ անցկացրել։ Մտածել եմ, որ դու կհետաքրքրվես ինձանով։ Որովհետև ասում էիր, որ սիրում ես ինձ, Գոր։ Ու դու սիրուց ես հիմա խոսում, հա։ Ինչի համար ես դու հենց հիմա քեզ սենց պահում, հա։ Ինչի համար ես քեզ նենց պահում, իբր ես վատ մարդ եմ, հա։ Իբր քեզ թողել եմ։ Հայ ես չեմ եկել մոտդ։
Բայց ամեն ինչ արել եմ քո համար։ Նույնիսկ ինձ եմ արել, որ քո մեղքերը վերցնեմ ին վրա։ Ես այդ գիտեմ, Գոր, բայց ինձ ցավը նրանում է կայանում, որ դու ինձ լսելու հնարավորություն չես տվել, որ դու ինձ բացատրելու հնարավորություն չես տվել, հասկանում ես։ Դրա համար էլ ես ինչ ասես թե չէի անում, որպեսզի արժանանամ քո ուշադրությանը, Գոր։ Ինչ լսելու ու բացատրելու մասին է խոսքը, հա։ Երբ որ ես քեզ ճանապարհում եմ տուն, դու ինձ ասում ես, որ պատրաստվում ես քնես։ Հետո անցնում է 2 ժամ։ Ես քեզ գալիս եմ բարում գրիշի հետ գրկախառնված տեսնում եմ։ Էդ ինչ պետք է ես այդ ժամանակ մտածեի, հա։ Էդ ինչ պետք է մտածեմ, որ կարողանամ արդարացնեմ քո այդ արարքները։ Այն որ մեջքիս հետևից խաղեր ես խաղացել, այն որ դավաճանել ես ինձ։ Այդքանից հետո հələ ես եմ, հա, մեղավոր։ Հարց եմ տալիս, այդքանից հետո ես եմ մեղավոր։ Դե հերիք է, Գոր, հերիք է ամեն ինչն ես ներկայացնես, ոնց որ դու մեղավոր չես, հերիք է։ Հա, ես քեզ խաբել եմ, բայց ամեն ինչն ինձ չի ոնց որ դու ես մտածում։ Այդ Գրիշն էր, որ առիթը բաց չէր թողնում, որ ինձ մոտենա, որ ասի իր զգացմունքների մասին։ Իրան չէր կանգնացնում նույնիսկ այն փաստը, որ դուք նույն սեղանի շուրջ եք նստում, որ դուք իրար հետ հաց եք կիսում, Գոր։ Հա, եղել են դեպքեր, որոնց մասին ես քեզ չեմ ասել, բայց վախեցել եմ, որ կկռվեք, հասկանում ես։ Ես քեզ ճանաչելով գիտեի այդ կռվի հետևանքները։ Դրա համար որոշել էի ինքս իրան հասկացնեի, որ հեռու մնա ինձանից։ Դու գոնե լսում ես ինչ ես խոսում, հա։ Հասկանում ես ընդհանրապես ինչ ես խոսում։ Ես քեզ ասում եմ դու ինձ դավաճանել ես, իմ մեջքի հետևից խաղեր ես խաղացել, դու ինչ ես խոսում ընդհանրապես։ Հա, որովհետև ընկերուհիս իմ կարիքն էր զգում, որովհետև իրան լավ չէր զգում, հասկանում ես դու։ Իսկ դու ինչ չէիր թողում, որ մենք իրար հետ շփվենք։ Ու այդ քո համար արդարացում, հա։ Գոր, գիտես, ամեն ինչի հետ կհամակերպվեի, ամեն ինչ կընդունեի, քո յուրաքանչյուր ասածը, ես մեղքս կընդունեի, բայց ոչ մենակ այն, ինչ որ դու ես մտածել։ Գոր, կարող է ես չեմ փայլում իմ վարքով, կարող է ես այս աշխարհի ամենաազնիվ մարդը չեմ, բայց ես երբեք, լսում ես, ես երբեք քեզ չեմ դավաճանել նույնիսկ մտքով։ Այն ամեն ինչ եղել է այդ մի ակնթարթատևել ու դու նույն պահին մտել ես ներս։ Գրիշը այդ օրը շատ խմած էր, քաշեց թևիցս ու սկսեց համբուրել ու դու հենց այդ պահին մտար։ Դու ոնց չես հասկանում, ոնց դու չես հասկանում, ինքը նպատակ էր դրել ու ամեն ինչ անում էր այդ նպատակին հասնելու համար, Գոր։ Ես իմ տեսածին հավատամ, թե քո ասածներին։ Ես գիտեի, որ դու ինձ չես հավատալու, Գոր։ Դրա համար ես պատրաստված եմ եկել։ Ինչ ես անում։ Գոր, ես արդեն պատրաստ եմ, քեզ եմ սպասում։ Քեզ հետ եմ ինչ ես անում։ Քեզ ապացույցներ են, չէ՞ պետք։ Ուրեմն մի քիչ սպասի։ Էս ում ես զանգել։ Ալո։ Ալո, Գրիշ, բարև, Եվանա։ Եվան։
Սպասեմ հիշես որ Եվան, թե միանգամից սկսեմ բացատրել։ Քեզ բաց են թողել։ Պատկերացնում ես, ավելին ասեմ, ես հիմա Հայաստանում եմ։ Ու գիտեմ, որ դու էլ ես ստեղ, ճիշտ է։ Ասենք թե ճիշտ է, հետո։ Հետո ուզում եմ հանդիպենք։ Ոնց որ դերով փոխվել ենք, հա։ Առաջ ես էի ուզում հանդիպել հետդ, հիմա դու ես ընկել հետևիցս։ Էս ի՞նչ փոփոխություններ են։ Գրիշ օգնությանդ կարիքը ունեմ, դրա համար եմ զանգել։ Գորին ասա իմ հետ ինչ գործ ունես։ Եթե տեղեկ չես ինքն էլ է Երևանում։ Ես ու Գորը տարիներ առաջ քո թեթև ձեռքով բաժանվեցինք։ Մենակ չասես, որ մոռացել ես սարքածդ ներկայացումը։ Այդ մոռանալ կլինի։ Դրանից հետո նենց բաներ եղան, որ դժվար էլ մոռանամ։ Ամել մի քիչ խմած էի։ Չզսպեցի ինձ։ Ինչ ես այսքան տարի հետո հիշել։ Հենց հիմա հետ զանգի տուր ինձ։ Ես չէի զանգել, որ կռվեիր հետը։ Զանգել էի, որ ճշմարտությունը իմանաս Գոր։ Իմանաս, որ ես քեզ երբեք չեմ դավաճանել։ Իսկ եթե իր հետ դեռ հարցեր ունես լուծելու, կխնդրեմ ինքդ էլ իրան գտնես, լավ։ Ասենք թե սխալ եմ հասկացել։ Մենակ այն, որ դու ինձ խաբել ես, ու ոչ թե մենակ մի անգամ։ Այդ մենակ հերիք է, որ ես քո հետ գործ չունենայի։ Նենց որ էլի եմ ասում են ինչ որ սկզբից ասեցի։ Բարի ճանապարհ։ Ավելի բարձր ասա Գոր։ Գորա, որ գոնե ինքդ քեզ համոզես, իբր ինձ մոռացել ես։ Դու կարող է ինձանից նեղացած ես, կարող է վիրավորված ես, զայրացած ես, բայց Գոր դու ինձ չես մոռացել։ Ատելությունն էլ է սիրո ձև Գոր։ Ամենաուժեղ սերն է ատելություն դառնում։ Մեկ-մեկ ես էլ չեմ դիմանում քո հանդեպ ունեցած այս ատելության չափաբաժնից։ Բայց էլի դու իմ դիմաց ես, էլի ես քո կողքն եմ ու առաջվա նման թուլանում եմ Գոր։ Ես հիմա էլ պիտի ատեի քեզ։ Գոր դու իմ ամբողջ կյանքը կործանել ես։ Դու ինձ մենակ ես թողել։ Դու ինձնից խլել ես իմ ամենաթանկին։ Բայց նույնիսկ այսքանից հետո ես դեռ սիրում եմ քեզ Գոր։ Արդեն ուշանում ենք։ Ուր ես կորել Գոր։ Գոր, ես չգիտեմ ինչի չես պատասխանում, բայց մենք արդեն ուշանում ենք։ Դու էլ մեր տուն մի արի, մի անգամից արի թատրոնի մոտ, այնտեղ կհանդիպենք։ Մենակ խնդրում եմ չուշանաս։ Արի հասկանանք մի պարզ բան։ Իմ ու քո հարաբերությունները վաղուց վերջացել են, ու կարիք չկա հիմա ստեղ սենց տեսարաններ սարքելու։ Եթե դու ունակ ես, ինձ խաբես, որ քնում ես, ու 2 ժամ հետո հայտնվես ուրիշ տեղ, ու Էլենն ընկերուհուդ հետ, որ խաբը ինձ ասել ես, որ չես շփվում իր հետ, ու գիտես, որ ինձ դուրը չի գա այդ ամեն ինչը, ես քեզ այդքանից հետո ինչ ասեմ էլ։ Գոր, ինքը իմ ընկերուհին էր։ Հա սխալներ ուներ, հա վատ կյանքով էր ապրում, բայց… Չէ, ոչ մի բայց չկա։ Ստացվում է նենց, որ Գրիշը քեզ անհանգստացրել է, ու ես դրա մասին չեմ իմացել։ Հիմարի դեմքով գնացել եմ ձեռքը սեղմել եմ, նստել եմ հետը հաց եմ կերել, էտա հա քո սերը։ Հարց եմ տալի, էտա քո սերը։ Ստի վրա հիմնված կառուցված սերը, հա։ Ու հիմա դու եկել ես ինչ-որ բան ես պահանջում ինձնից։
Գոր, ես գիտեմ, որ դու ինձ հետ չես ընդունելու քո կյանք։ Ես այդ չեմ էլ ուզում։ Հա, ես անզոր եմ այն զգացմունքի դեմ, որ ունեմ քո հանդեպ, բայց քո խլածը շատ ավելի մեծ է, քան իմ սերը։ Ես միշտ մեղադրել եմ ինձ։ Ամեն վարքյան ինքս ինձ մեղադրել եմ։ Անգամ փորձել եմ քո մեղքերը վերցնեմ իմ վրա։ Դու գիտես, որ փորձել եմ։ Ու հիմա ես չեմ հասկանում ինչի ես ինձ ասում, որ ես ինչ-որ բան եմ խլել քեզնից։ Գոր, ես իմ 5 տարիների մասին չեմ խոսում։ Բա ինչի մասին ես խոսում։ Եթե դու հետաքրքրվեիր ինձնով, եթե դու ինձ լսեիր, ես այսքան կոտրված չէի լինի հիմա։ Այդ եթեները միշտ շատ են լինում կյանքում։ Եթե դու ինձ չխաբեիր, եթե ամբողջովին ազնիվ լինեիր հետս, եթե չնստեիր այդ ղեկին։ Եթե դու իմ կողքին լինեիր, եթե դու ինձ լսեիր, Գոր, այսօր ես քո առաջ մեր երեխու հետ կլինեի։ Հա, ես հղի եմ եղել ու բանտում իմացա դրա մասին։ Ասացի, որ քեզ ասեն, բայց դու տենց էլ չեկար, Գոր։ Քո պատճառով ա, որ իմ երեխան էլ չկա։ Հա, ես շատ հաճախ ա եղել, որ քեզ խաբել եմ, բայց խաբել եմ, որ հանկարծ քեզ չվնասեմ, Գոր։ Բայց դու ինձ մենակ ես թողել, Գոր։ Դու ինձ չես լսել։ Դու ինձ նույնիսկ հասկանալու փորձ չես արել, Գոր։ Ու մենակ այդ ապրումների, քո տված ցավի պատճառով ես դժոխքի միջով եմ անցել, Գոր։ Մենք հիմա կարող էինք մեր երեխու հետ լինել։ Բայց քո պատճառով այդ երեխան տենց էլ չծնվեց, որի համար ես քեզ երբեք չեմ ներելու։ Ու հա, ես չեմ գնալու Հայաստանից, ես մնում եմ ստեղ։ Եթե դու ինձ լսեիր, Գոր, այսօր ես քո առաջ մեր երեխու հետ կլինեի։ Ինչի՞ չես պատասխանում, Գոր։
Գորես արդեն ծիծաղելու չի։ Ինձ թվաց արդեն թատրոնի մոտ կլինես, 5 րոպեից ներկայացումը սկսվում է, ուր ես։ Կարելի է։ Արի արմաչ։ Հիշում ես, չէ՞, վաղը պետք է հիվանդանոց գնանք։ Թողնում ես, որ մոռանամ։ Իսկ տանս զգուշացրել ես, որ տուն չես գնալու։ Այսօր կզգուշացնեմ։ Գիտես Արման, տպավորություն է ստեղծվում, որ ես եմ փոքրը ու դու ես կառավարում իմ ժամանակը, ես էլ գլուխս կախ լսում եմ քեզ։ Դե ինչ անենք, եթե խոսքը վերաբերում է քո առողջությանը, թող այս անգամ էլ մեծը ես լինեմ։ Գիտեմ, որ պետք է։ Գիտեմ, ամեն ինչ հասկանում եմ, բայց ամեն անգամ այդ չափաբաժինը ընդունելով ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ կյանքս գնալով ավելի ու ավելի է կարճանում։ Մանավանդ, երբ հասկանում եմ, որ հիվանդանոց պիտի պառկեմ մի ամբողջ գիշեր, հենց այդ պահից սկսած շունչս սկսում է կտրվել։ Ես հետդ եմ մնալու։ Չհասկացա, ինչի, պետք չի։ Ես չեմ հարցնում, ասում եմ։ Գալու եմ ու հետդ եմ մնալու։ Ու մի բան կանենք այդ դեղերի ընդունման ընթացքը մի քիչ հետաքրքիր կանցնի։ Բայց հիմա արի արդեն քեզ տուն տանեմ, որովհետև վաղը իրոք ծանր օր է լինելու։ Իսկ ես չհամաձայնելու ոչ մի ճանապարհ չունեմ։ Կներես պես չէ։ Ներկայացումն ավարտվեց։ Կներես Սար։ Ուր էիր։ Կներես չկարողացա գալ, բայց ես խոստանում եմ, որ Ինձ ոչ մի բան պետք չի խոստանալ։ Ընդամենն ասա ուր էիր ու ինչի զանգերից չէիր պատասխանում։ Սար գործի հետ էր կապված, դրա համար չկարողացա գալ։ Հա։ Պարզ է։ Սար, 1000 անգամ կներես։ Գիտեմ, ես էի պայմանավորվել, ես էի կազմակերպել։ Կներես չստացվեց։ Գոր մտքովս 1000 բան անցավ։ Ներկայացում մենք դեռ 1000 անգամ կհասցնենք դիտել, բայց եթե դու գոնե մի պահ իմ մասին հիշեիր, իմ մասին մտածեիր, գոնե կզանգեիր, որ այսքան չանհանգստանայի։ Էլ տենց բան չասես, հա։ Ես միշտ ու ամեն վարքյան քո մասին մտածում եմ։ Հա, սխալ եմ արել, հասկանում եմ։ Ասա իմանա ոնց մեղքս քավեմ։ Սար, խնդրում եմ չնեղանաս ինձնից։ Եթե դու նեղանաս ինձնից թողես գնաս, ես էլ չեմ ապրի հաստատ, չեմ ների ինքս ինձ։ Հիմա ասա ինձ, ասա ինչ անեմ, ոնց անեմ, որ մեղքս քավեմ։ Գոր, բայց ես ինչի պիտի գնամ։ Դու ինչ ես քեզ այսքան տարօրինակ պահում։ Հա, ես շատ նեղված եմ, բայց այդ չի նշանակում, որ ես պիտի գնամ։ Թե այդքան շուտ ուզում ես ազատվել ինձնից։ Գիտես, այսքան ժամանակ, որ քեզ սպասում էի, հասցրել եմ սովածանալ։ Կարող է գնանք ինչ-որ տեղ նստենք։ Գնանք։
Ես ուզում եմ հասկանալ Ռեբեկան այսքան ուշ ավարտում գործը, թե ուղղակի փորձում է հնարավորինս ուշ գա տուն։ Արդեն հասնում է, խոսել եմ հետը։ Ես չկարողացա գնալ, դրա համար էլ շատ գործեր են կուտակվել, որ պիտի Ռեբեկան աներ։ Վատ չի, պաստորեն ճիշտ ժամանակին ենք եկել։ Հա, պապ ջան, ընթրիքն արդեն պատրաստ է։ Քո սիրելի ուտեսներն են պատրաստել։ Ես էլ համեղ թխված կպատվիրեմ, որ թեյի հետ ուտելու բան ունենանք։ Չէ, ոչ մի թխվածք։ Շաքարը պետք է հնարավորինս բացառել։ Ինչի՞։ Իսկապես, ինչի ես այդպես կտրուկ արձագանքում։ Սիրտն ուզում է թող պատվիրի։ Պապ ջան, ուղղակի որոշել եմ սրանից հետո առողջ սնվենք։ Աղցաններ են պատրաստել ու միս, նենց ոնց դու սիրում ես։ Արման ջան, կարող ես դու էլ միանալ։ Չէ, շնորհակալ եմ։ Ես սկերել եմ։ Պարոն Սարոյան, դե առավոտյան 11-ին այստեղ կլինեմ։ Շնորհակալ եմ, Արման ջան։ Տասնմեկին, բայց պապ ձեր աշխատանք ավելի շուտ չի սկսվում։ Հա, բայց վաղը քաղաքից դուրս պիտի գանք կոնֆերանսը։ Հավանականությունը մեծ է, որ նաև գիշերը տուն չգամ։ Լավ, պապ ջան, արդեն կարող ես նստել, հիմա ընթրիկը կմատուցեմ։ Իսկ աղջիկները։ Աղջիկների համար մի անհանգստացի, հաստատ սոված չեմ թողնելու։ Նստի։ Հազիվ էին զսպում, որ չգայի ու չգրկեի քեզ։ Պատկերացնում ես, մազեր մնացել ու բռնվելու էինք։ Կուզես հենց հիմա պտտվեմ հետ գամ, դու մենակ ասա։ Գժվեցիր։ Էլկա, առավոտյան մի քիչ շուտ պատրաստ կլինես, գամ քեզ տանեմ դասի, հետո կգամ Սարոյանի հետևից, լավ։ Ոնց որ մարդ եկավ։ Վերջ, ես մեռա։ Գործ ես ուտելու։ Ինչ։ Ասում եմ չես ուտելու։ Ճիշտն ասած ախորժակ չունեմ։ Ու եթե ես շարունակեմ հարցեր չտալ, դու էլ շարունակելու ես լռել։ Չհասկացա։ Գոր, ես գիտեմ, որ ինչ-որ բան ա եղել։ Ուղղակի չեմ հասկանում, ինչի ինձ ոչ մի բան չես ասում։ Ինչի ես լուռ։ Քո հետ կապ չունի, իմ գործերի հետ է կապված։ Հասկանում եմ, որ ինձ հետ կապ չունի, բայց այդ չի նշանակում, որ դա պատճառ է ու ես պիտի չանհանգստանամ։ Սարք գործերս Ամերիկայում այդքան էլ լավ վիճակում չեն։ Լուրջ է։ Պաստորեն ավելի լուրջ քան ես էի պատկերացնում։ Կներես, ես կգամ։ Հայ,
ես հղի եմ եղել ու բանտում իմացա դրա մասին։ Ասացի, որ քեզ ասեն, բայց դու տենց էլ չեկար գոր։ Քո պատճառով ա, որ իմ երեխան էլ չկա։ Հա, ես շատ հաճախ ա եղել, որ քեզ խաբել եմ, բայց խաբել եմ, որ հանկարծ քեզ չվնասեմ գոր։ Բայց դու ինձ մենակ ես թողել գոր։ Դու ինձ չես լսել։ Դու ինձ նույնիսկ հասկանալու փորձ չես արել գոր։ Ու մենակ այդ ապրումների քո տված ցավի պատճառով ես դժոխքի միջով եմ անցել գոր։ Մենք հիմա կարող էինք մեր երեխու հետ լինել, բայց քո պատճառով այդ երեխան տենց էլ չծնվեց, որի համար ես քեզ երբեք չեմ ներելու։ Ռեբեկա, ես քեզ ամեն ինչ կբացատրեմ։ Փաստորեն դու դեռ բացատրելու ինչ-որ բան ունես։ Ես ուղղակի մի բան չեմ հասկանում, էլի, դու ո՞նց ես կարողանում տենց հանգիստ ինձ ասես, որ բացատրելու բան ունես։ Իսկ դու ինքդ քեզ բացատրություն տվել ես։ Ոնց կարա մարդ սեփական հոր սպանողի ընտանիքի հետ կապ ունենա։ Ելքա դու ես, չէ, առաջինը ասում, որ մենք պապայի համար ոչինչ չենք արել ու գոնե հիմա մահից հետո պետք է իր անունը մաքուր պահենք, գետնով չտանք։ Բայց հիմա առաջի գետնով տվողը դու ես։ Ռեբեկա, մի ասա տենց բաներ, խնդրում եմ։ Ինչի։ Միևնույնն է քո մոտ ոչինչ չի փոխվելու։ Եթե մարդու մոտ իր սեփական հոր սպանությունը ոչինչ չփոխեց, այդ դեպքում իմ ասածներն առավել եւս չեն փոխի։ Ես ուղղակի չէի պատկերացնում, որ դու ամոթդ կկորցնես ելկա։ Ալո։ Արման ջան, ես եմ։ Ասեք լսում եմ տիկին Նարինը։ Արման պապան ասաց, որ վաղը կոնֆերանսի է գնալու քաղաքից դուրս։ Ես իհարկե շատ հանգիստ արձագանքեցի, բայց հիմա խնդրում եմ ասա տեսնեմ ինչ է կատարվում այդտեղ։ Դե իրականում պետք է հիվանդանոց գնանք, դեղերի մեծ չափաբաժին ունի ստանալու։ Այսօր էլ էինք գնացել ուղղակի մենակ անալիզների համար։ Աստված իմ, ես ինչ կարող եմ անել։ Ոչ մի բան, ուղղակի պետք է հետևեք, որ հանկարծ չնյարդայնանա, ու ամենակարևորը չիմանա, որ դուք ինչ-որ բան գիտեք։ Իսկ վաղվա մասով ես ամբողջ օրը հետն եմ լինելու, կարող եք հանգիստ լինել։ Շնորհակալ եմ Արման ջան, շատ շնորհակալ եմ։ Խնդրեմ, ինչի համար։ Փչացրի, չէ՞ որ։ Չէ, ամեն ինչ կարգին է։ Բայց դու ինձ ներկայացում ես պարտք։ Խոստանում եմ։ Գոր, ես հասկանում եմ, որ ինչ-որ լուրջ խնդիր կա, բայց խնդրում եմ այդքան մի անհանգստացի, լավ։ Ցանկացած խնդիր էլ ժամանակավոր է, մի օր անցնելու է ու ամեն ինչ լավ է լինելու։ Ես քո կողքին եմ։ Միշտ։ Միշտ։ Ինչ էլ ուզում լինի, հա, հետս ես։ Հա։ Բարի գիշեր։ Բարի գիշեր։ Սա ինչ լավ է եկար։
Սար։ Հա։ Ինչ ա եղել էլ կարի նստի։ Հա, ինչ ա եղել։ Կլինի այսօր մոտդ քնեմ։ Հա, իհարկե կլինի, բայց ասա տեսնեմ ինչ ա եղել, ինչ ես այս վիճակում։ Սար, այսօր Արմանի հետ էինք խոսում։ Կանգնած խոսում էինք, Ռեբեկան եկավ ու առանց բառասելու ներս մտավ։ Սարա ներս մտավ ու չես պատկերացնի ինչեր էր ասում։ Ես հիմա չգիտեմ ինչ անեմ, ես ինձ աշխարհի ամենամեղավոր մարդն եմ զգում։ Մի րոպե կլինի հանգստանաս։ Նախ դու ոչ մի վատ բան չես արել, դրա համար խնդրում եմ քեզ վատ մի զգա։ Ինքը չէր լսում ինձ։ Հասկանում ես, ես ուզում էի բացատրեի, բայց ինքը չէր լսում։ Ես հենց ամենաշատը սրանից էի վախենում։ Ռեբեկան մեզ հանգիստ չի տալու։ Հիմա որտեղ է Ռեբեկան։ Ննջարանում է։ Հետս չի խոսում։ Լավ, դու այսօր ինձ մոտ կքնես, վաղը կհասկանանք ինչ ենք անում, լավ։ Բարի լույս։ Բարի լույս բանես։ Բարի լույս։ Բարի լույս։ Քեզ ինչ որ բանով կարող եմ օգնել։ Չէ, բալես, ոչ մի բանով նստի, արդեն ամեն ինչ պատրաստ է։ Սարա ջան, ես այսօր տպարան չեմ գալու, հնարավոր է նաև վաղը։ Պարզապես գործեր կան։ Հա, հանգիստ եղի, պապի ջան։ Դու գիտես, որ տպարանը ապահով ձեռքերում է։ Գիտեմ, դրա համար էլ կարողանում եմ այլ գործերով զբաղվել հանգիստ խղճով։ Պապի, քեզ մի առաջարկ ունեմ։ Ուզում եմ թերթի վերաբրենդավորում անենք, այսինքն դիզայնի մեջ ինչ-որ փոփոխություն մտցնենք։ Ինչ ուզում ես արա, ես քեզ վստահում եմ։ Հա, ուղղակի մի քանի տարբերակ նայել եմ, ուզում եմ միասին նայենք ու միասին որոշենք։ Ես ոչ մի խնդիր չեմ տեսնում, կարող ես անել ինչ ուզում ես։ Եթե խոսքը վերաբերում է էլեկտրոնային թերթին, ասեմ, որ վերջին անգամ դիզայնը փոփոխվել է անցած տարի։ Իսկ հաճախակի փոփոխությունները մարդկանց համար լավ չեն։ Հազիվ հին փոփոխմանն էին սովորել։ Ես ասացի, որ խնդիր չեմ տեսնում։ Խնդիր չկա։ Հա? Հետաքրքիր է։ Իսկ երբ պապան էր ուզում այդ փոփոխությունն աներ, դու շատ խիստ ու կտրուկ արձագանքեցիր ու չթողեցիր։ Իսկ Սառային կարելի է։ Պապան քեզ այդ հավասար զրոյից այդ տպարանը ստեղծել է, բայց իրան վերաբերում էր ինչպես յուրաքանչյուր սովորական աշխատողի կվերաբերեիր։ Իսկ Սառան ինչ ուզում է կարա անի։ Ինձ հետ խոսելիս տոնդ փոխիր։ Բայց սխալ եմ ասում։